Քաղաքական ելույթների կոնտեքստով, որից հետո այս բեմում ձեզ համար ելույթ են ունենալու ձեզ կողմից շատ սիրված եւ սպասված արտիստներ, վստահաբար եմ ասում։ Մինչ մեր հանդիպման քաղաքական մասին անցնելը ձեզ իր խոսքն է ուզում ասել Գյումրու փոխքաղաքապետ, Ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Ավետիս Առաքելյանը։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ միաձայն, մի հորիզոն, ուժեղ Հայաստան, քեզնով ենք հզոր, հողը հարթուն է, հայերին կանչում է, հայկական ոգին թող վերածնվի։ Բարև Լեննական, բարև Գյումրի, բարև հայրաքաղաք, ողջույնները Շիրակ աշխարհ։ Մի քանի օր առաջ այստեղ Վարդանանց հրապարակում բացասական էմոցիա ու աուրա էր տիրում։ Դրա համար այդ ամեն ինչը մեզնից, այսպես ասեմ, հեռացնելու համար ուզում եմ, որ բեմարդակ կա Տեր հայրը եւ իր օրհնության խոսքերը ասի։ Չարը չքվի, բարի կատարվի։ Խնդրեմ։ Տեր Հովհաննես, մոտեցեք։ Խաղաղ ու կայուն է քո ապագան նոր, մի սիրտ միաձայն։ Սիրելի ժողովուրդ, մենք յուրաքանչյուր ծիսակատարություն, յուրաքանչյուր կարգ կատարում ենք տերունական աղոթքով։ Ուզեցինք, որ միասին աղոթենք տերունական աղոթքը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինսես, Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս եւ երկրի, ըզհաց մեր հանապազոր, տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերով սպարտապանած, եւ մի տանիրս մեզ ի փորձություն, այլ փրկած մեզ ի չարեն, Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, Սուրբ խաչի վսաղաչես ու գստեր, զիսովա փրկեսես մեզի մեղած եւ կեսուսե շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Պապանի չևույս հավատացելոս Քրիստոս Աստված մեր, Պայա եւ Պապանյա եկեղեցիս Հայաստանյաց, ազգս հայոց ժորս հավատացյալ, Ընթովանյա Սուրբ եւ պատվական խաչի վտքովի խաղաղության, Փրկեա եւ ազատիա երևելի եւ աներևույթ թշնամվույն, արժանավորյա գոհության փառավորելս քեզ, ընթոր եւ Սուրբ հոգվույթ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Տիրոջ օրհնությամբ ժողովուրդ։ Շնորհակալ ենք Տեր Հովհաննես օրհնության համար։ Ես երկար խոսքեր չեմ ասելու։